Կուզենայիք ձեր թոշակը 5000 դրամով բարձրացնեին, թե Փաշինյանը 18 միլիոն պարգևավճար ստանար, նախարարները 7 միլիոն պարգևավճար ստանային։ Ամենք հələ ոչ մի բան չենք ստանում, մեզ ով է տալիս, հույսել չունեմ, որ կտան։ Ասում են թոշակառուներին պետք չի այդ 5000 դրամը։ Վայ Տեր Աստված, ինձ շատ է պետք։ Չգիտեմ ում պետք չի, բայց ինձ շատ է պետք։ Վարձով ապրող մարդ եմ, չեմ կարող։ Բարեք կենցաղային կարիքները հոգալ։ Հա, իհարկե, մեռնեմ ջան։ Կուզենայիք, որ թոշակը բարձրացնեին։ Իհարկե կուզենայի նույնիսկ որ օգնեին տղես քարորիայի պատերազմի մասնակիցը։ Իսկ արդար է, որ հիմա դուք այսպես սոցիալապես ծանր եք ապրում, իսկ նախարարները, վարչապետը նման խոշոր չափի պարգևավճարներ են ստանում։ Ես իհարկե արդար չի ցավ տանեմ։ Առավոտից իրիկուն տանջվում ես 100,000 փող են տալի էդ էլ Աստված գիտի այնտեղ հələ մի բան էլ կրճատում ա լինում, չգիտես ինչ ա լինում, չգիտես ոնց ապրես։ Չգիտես հիվանդիդ ոնց բուժես։ Չեն ասում թոշակառուներին այդ 5000 դրամը պետք չի։ Ես չգիտեմ, ես մեծ սիրով կվերցնեմ։ Չեմ էլ հրաժարվի։ Հələ ով որ հրաժարվում է, թո իրա բաժինն է լիսա։ Մեծ սիրով կվերցնեմ, որովհետև շատ տեղ եմ ցանկանում։ Կողեք այդ վարչապետին։ Հա ջան։ Կողեք վարչապետին։ Ախ ես վարչապետին ոչ տեսել եմ, ոչ էլ տելևիզորով էլ չեմ նայում, ցավդ տանեմ։ Ինչ նայեմ, ինչ են արել իմ համար։ Օրինակ ասում են, թոշակառուները լավ են ապրում, իրենց ավել գումար պետք չի, պետք է բիզնես հիմնեն, բիզնեսով զբաղվեն։ Բա մաքրությունը ով անի, որ սաղ բիզնեսով զբաղվեն, ցավ տանեմ։ Ուրեմն էսի պիտի կեղտի մեջ ավելի շատ կորի։ Այդպես չի։ Նավարոտ պետքա, ասենք իրանք մի քիչ ընենց լավ վերաբերմունք ունենան մեր նկատմամբ, որ մենք կարողանանք մաքրենք, մարդիկ մաքուր տեսնեն ամեն ինչը։ Կեղտի մեջ ապրելը ոնց կլինի։ Այդպես չի։ Ես դժգոհ եմ մի խոսքով։ Կուզենամ հետ գա մեր առաջվա ապրելակերպը ոնց որ եղել է, աշխատել ենք, հանգիստել ենք ունեցել, շաբաթ-կիրակել ենք ունեցել, իսկ սես նեգրի նման աշխատում ենք։ Մենակ 100,000 փող առավոտից իրիկուն ցելի ամիսը աշխատես, այդ 100,000-ին ինչ անես։ Չեք հարցնում անել, հերիքում է առօրյա ծախս։ Չէ, իհարկե ցավը տանեմ։ Ոնց կա հերիքի։ Մինչև հասնում ես մի քիչ վարձես տալի, մի քիչ հասնում ես էս տալի, տակը բան չի մնում քեզ ապրելու։ Էկոնոմիա ես անում, որ գոնե սոված չմեռնես, որ տեսնես ինչ ես անում։ Վերջը ինչ է լինում։ Շատ դժգոհ եմ։ Ես որ դժգոհ եմ, չգիտեմ։ Բոլորն են դժգոհ։ Ես էլ ասեմ, որ Դեմիրճանս լիներ ինձ։ Դեմիրճանս որ լիներ, մեռնեմ քեզ ինձ տուն կտար, սենց տուն յուղերի կողմերն էլ որ ես մնում եմ։ 15 տարեկանից աշխատում եմ, 15 տարեկան։ Ես եղել եմ 15 տարեկան, անցել եմ գործում, բայց ոչ տուն ունեմ, ոչ տեղ ունեմ։ Այն ժամանակ պետքա տուն տային մեզ։ Պետքա մեզ տուն տային, արդեն ինձ տուն տային։ Բայց փոխվավ ամեն ինչը, էդ էլ կտրվավ գլխիցս։ Վարձով ապրելը ոնց կլինի։ Անարդար չի, որ նախարարները 7 միլիոն պարգևավճար են ստանում։ Իհարկե անարդար է։ Ես ոչ մեկի լավը չեմ ասում, որ իրանք արդար են, չէ։ Մեղավորը իրանք են այդ ամեն ինչին։ Ոնց խառնեցին, ոնց արեցին, դե թող բերեն մեզ ասենք ապահովեն, ինչի չեն ապահովում։ Իսկ իրանք ապահով ապրում։ Լավ ենք աշխատել, լավ աշխատանքի համար ենք ստացել։ Վայ, լավ են աշխատել։ Դուք լավ չեք աշխատում, որ չեք ստանում։ Առավոտը ժամը 5-ից 7-ից ստեղ եմ, մինչև իրիկվա 8-9 մեռնեմ ջանիկ։ Չեմ հասցնում, որ էթա միան ճաշ սարքեմ գոնե ուտեմ։ Էդի արդար է։ Այդ մթին գնում ես, էլ չգիտես ինչ անես, հոգնած, էլ ոչ մի բանը տել, ոչ ուտելը տա գալի, ոչ խոսալը տա գալի։ Էլ ինչ անես։ Էսի պես աշխատում ենք, մի խոսքով ոչ մի բանի չենք հասնում։